պարսներ, ինչպես եք, այսօր շատ համեղ, որ ասեմ ապուրե չէ, որ ասեմ թանձր ապուրե չէ, չգիտեմ ինչ անվանեմ, բայց մի շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու, որի գլխավոր բաղադրիչը միսն է, աղացած միսն է։ Սիրելիներս, այստեղ ունեմ կես կիլոգրամ խոզի աղացած միս, այսպես անեմ, որտեղ խառնել եմ կես կիլոգրամ էլ տաղարի աղացած միս։ Ընդհանուր առմամբ ունեմ 1 կիլոգրամ միս։ Ավելացնելու եմ ընդամենը 1 ծու, 1 գլուխ սոխ եմ մանրացրել, չեմ աղել, ուղղակի մանրացրել եմ, 4 սամիտ, սա պարտադիր է, աղ ենք անելու, ըստ ճաշակի է աղի չափը, ես այսպես աչքաչափով անում եմ, սխտորի փոշի, կարող եք թարմ սխտոր օգտագործել, սև պղպեղ, աղացած, կարող եք կծույել օգտագործել և կարմիր աղացած պղպեղ։ Համեմունքների շարքը, այսպես ասած, վերջացրեցինք։ Հիմա այս ամենը մի լավ պետք է տրորենք, այնքան լավ, որ ստացվի սիրուն պուպուշ զանգված։ Մի լավ հարեք, սա շատ կարևոր պայման է։ Այ որ արդեն անընդհատ այսպես հարելուց զգում եք, որ արդեն ձեռքերին կպնում է, ինքը կպչուն զանգված է ստացում, նշանակում է խճողակը պատրաստ է։ Հիմա փոքրիկ գնդիկներ ենք անելու, շատ փոքրիկ։ Այսպես անում եմ ու շարեմ։ Ես արդեն վերջացնում եմ, տեսեք, փոքրիկ գնդիկներ եմ արել, ամենադժվար գործը գնդիկ անելն էր, որովհետև ժամանակ եղելում, այսպես պետք է ուղղակի մանր գնդիկներ անենք։ Հիմա գնում ենք գազօջախի մոտ ու սկսում ենք պատրաստել։ Սիրելիներս, ավելացնում ենք կաթսային, միացնում ենք գազը 1 ճաշի գթալ յուղ, ձեթ, կարագ, ինչպես որ դուք եք ուզում։ Ես քիչ եմ ավելացնում յուղը, որովհետև օգտագործելու եմ ռեդի յուղ, այն խոլեստերին չի պարունակում, Եվրոպայում է արտադրում, սիրելիներս, հիդրոգենացված նյութեր չկան, ամենակարևորը տհաճ հոտ համ չունի, հրաշք յուղ է, այնպես որ հանգիստ կարող եք օգտագործել, եւ ամենակարևորը կենդանական չէ, բուսական ծագում ունի։ Եվ անմիջապես ավելացնում ենք մսագնդիկները։ Մի փոքրիկ այսպես տապակելու ենք, պետք չի, որ եփի միսը, ամեն դեպքում ավելացնելու ենք ջուր, այնպես որ հանգիստ եղեք, ուղղակի մի փոքրիկ տապակում ենք։ Սիրելիներս, մինչ տապակվի միսը, մի քիչ պղպեղ, գազար, պետք է մանր կտրատենք, խորանարդիվների պետք է բաժանենք, որովհետև ապուրի հետ էփելու ենք։ Սիրելիներս, ավելացնում ենք գազարը և պղպեղը։ Տոմատի մածուկ ենք ավելացնում ըստ ճաշակի։ Ու շատ քիչ ջուր ենք ավելացնում։ Թողնում ենք ընդամենը 10 րոպե եփվի, որպեսզի ավելացնենք մնացած բաղադրիչները։ Աղ ենք անում, սև պղպեղ և կարմիր պղպեղ։ Սիրելիներս, հիմա պետք է ավելացնենք պաստինա։ Իտալերենով պաստինա է կոչում, հայերը ինչքանով գիտեմ, օրձո անունով են ճանաչում, փոքրիկ մակարոնի տեսակ է, մոտավորապես 1 բաժակ ավելացնում ենք։ Անցել է արդեն 20 րոպե,
հանգիստ այսպես էփում է։ Հիշում եք, որ ասում էի թանձրապուր կարելի է ասել կամ ապուր, չգիտեմ, որտեղ այսպիսի ինքը սոուսատիպ հետաքրքիր ուտեստ պետք է ստացվի։ Եվս 5 րոպե կավելացնենք արդեն թարմ կանաչի ու մեր ուտեստը պատրաստ կլինի։ Որ ասում եմ համեղ է, ամեն անգամ նույն բանն եմ չի ասում, բայց եկեք դուք էլ համոզեք, տեսքը տեղը։ Այս ուտեստը կարելի անվանել շատ թանձր ապուր։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս հենց այսպես պատրաստեք, սիրելիներս, ընդհանրապես չավելացնեք ոչ մի տեսակի ջուր, հեղուկ, գինի, ոչինչ չավելացնեք, այս հենց համով կպահեք ու անուշ կանեք տակ-տակ համեղ կուտեք։ Սիրելիներս, կփորձենք, կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Ընտիր է, շատ համեղ է։